Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, կրակի բոցերը գիշերը երևացել են քաղաքի տարբեր հատվածներից, առավոտից թանձր ծուխ է բարձրանում աղբավայրից, ծուխը քամին տարածում է դեպի հարևան վարչական շրջաններ։ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է, կեսգիշերից դեպքի վայրում աշխատել են Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկի ջրցան մեքենաները, բեռնատարներով տարածք է տեղափոխվել հող այրվող հատվածները ծածկելու համար։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջները նույնպես գիշերվանից պայքարել են կրակի դեմ։ Պարոն Մեսրոպյան, անդրադառնանք հեցին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեմ հարուցված վարույթի եզրակացությունը պատրաստ կլինի նոյեմբերի 18-ին։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Վարույթի հնարավոր երկու ելք կա՝ կամ լիցենզիայի դադարեցում, կամ գործի կարճում, ասել է Մեսրոպյանը եւ հավատացրել, որ հանձնաժողովի որոշման վրա չի ազդելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը հեծն ազգայնացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման գործընթացը արդեն սկսվել է։ Սա ինչ է նշանակում, երբ որ վարույթը դեռ շարունակվում է, պարոն Մեսրոպյան։ Ես հարգանքում եմ մոտենում մեր երկրի ղեկավարի հայտարարությանը, բայց ինքը քաղաքական գործիչ է եւ քաղաքական հայտարարություն է արել, իսկ մենք մեր գործն ենք անում, մենք վարույթը կտանենք մինչև վերջ եւ կպարզվի այն, ինչ կպարզվի։ Սա արդեն իսկ ուղղորդում չէր։ Բացարձակ, ինչ ուղղորդում։ Բացարձակ։ Դե Նիկոլ Փաշինյանը արդեն երկու սցենար ներկայացրեց, ասում է կամ կազգայնացնենք ու կհանձնենք առաջատար ընկերության, որը զբաղվում է էներգետիկ այդ ոլորտի կառավարման, այսինքն արդեն իսկ Արեգ ջան, ըստ ես պատասխանեցի ձեր հարցին, անցնենք հաջորդ հարցերին։ Չուղղորդեց բան։ Ոչ, չուղղորդեց։ Ոչ։ Ում ուղղորդեց։ Ես դուք ինձ հարց եք տալիս, որ հանձնաժողովի նախագահն եք։ Հա, հետո ինչ անենք։ Հանձնաժողովի նախագահը պարտադրված չի քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ որոշումներ կայացնելու։ Հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ուսումնասիրել վարույթը, հասկանալ իրականում ինչ է կատարվում, հայտնաբերված հնարավոր խախտումները արձանագրել եւ դրա հիման վրա, եթե կլինեն այդպիսի խախտումներ, որոշումներ կայացնել։ Այսինքն, պարոն Մեսրոպյան, դուք վստահեցնում եք, որ հանձնաժողովը չի գնա այնպիսի ճանապարհով, որը վերջում Նիկոլ Փաշինյանի նշած սցենարները իրականություն կդարձնի։ Նիկոլ Փաշինյանի սցենարները ես չեմ քննարկում, ես քննարկում եմ վարույթի հնարավոր ելքերը։ Իսկ վարույթի հնարավոր ելքերը երկուսն են, կամ պետք է վարույթի արդյունքում ամփոփվելուց հետո քվեարկվի կոլեգիալ մարմինը եւ որոշի լիցենզիայից զրկել, կամ լիցենզիայից զրկելու հիմքերի բացակայության պարագայում վարույթը կարճվի։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ արդեն ազգայնացման գործընթաց է սկսվել, հա, դուք արդյոք այնպիսի եզրակացություն չեք կայացնում, Եվս մեկ անգամ ասում, ոչ։ Բայց դուք նախկին քրթական եք, պարոն Մեսրոպյան։ Ինչ կապ ունի։ Կուսակցական կապեր ունեք։ Նռանյան Արանել նախկին դաշնակցական է, ինչ կապ ունի։ Արեգ ջան, եւ հանձնաժողովի նախագահ չի։ Ինչ կապ ունի։ Կոլեգիալ մարմին ընտրություններում ամեն մեկը մեկ ձայնի իրավունք ունի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ համակարգում քննարկվում է գործարար ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երրորդ անգամ երկարացնելու հարցը։ Նրա կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Ակնկալվում է, որ քննչական կոմիտեն կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը դատարան կներկայացնի առաջիկա երկուշաբթի։ Ըստ թերթի գործարարին առաջադրված փողերի լվացման եւ հարկեր չվճարելու մեղադրանքները դատական նիստերի ընթացքում չեն հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։ Դատավոր Տիգրան Դավթյանը հիմնավոր կասկած գտել է միայն մեկ դրվագում, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներին մեր ձևով պայքարելու Սամվել Կարապետյանի խոսքին։ Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է, որ ըստ իր տեղեկության գործով փաստացի քննություն չի իրականացվում եւ գործարարը ամիսներ շարունակ կալանքի տակ է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Կբավարարի դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու նոր միջնորդությունը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Премьер-министр Республики
Армения. Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Դուշանբեում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրա սկսվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Նրանք խոսել են առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունների եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդման, թրիփ նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացման վերաբերյալ գրված է մեր կառավարության տարածած հաղորդագրությունում։ Տաջիկստանում Պուտին-Ալիև պինդ գրկախառնության ֆոնին Բաքվում ազատ են արձակել Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխին։ Ավելի վաղ Բաքուն նրան եւ Ռուսաստանի տասնյակ այլ ձերբակալված քաղաքացիների մեղադրում էր տարբեր հանցանքների, այդ թվում լրտեսության համար։ Դուշանբեում 3 դեմարդեմ հանդիպել էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, դա նրանց առաջին բանակցություններն էին վերջին 1 տարվա ընթացքում։ Գիշերը ռուսական զինուժը ռմբակոծել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, ԱԹՍ-ների բեկորներից հրդեհներ են բռնկվել բնակելի շենքերում, կա 12 վիրավոր։ Զապորոժիեում 7-ամյա տղա է զոհվել, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Ուկրաինայի օդուժը հարձակումը գնահատել է զանգվածային, մայրաքաղաքի երկնքում բազմաթիվ պայթյուններ են որոտացել։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրիչուկը հաղորդել է, որ հարձակումը թիրախավորել է նաև Ուկրաինայի էներգետիկ կառույցները։ Ժամեր շարունակ չի աշխատել Կիևի մետրոն։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, գերատեսչության հաղորդագրության մեջ շեշտվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների դերը, նշելով, որ համաձայնագիրը կայացել է նրանց անխոճ ջանքերի շնորհիվ։ Հուսով ենք այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի մերձավոր արևելքում երկարատև խաղաղության եւ կայունության համար գրված է մեր արտգործնախարարության հայտարարությունում։ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել է, որ հենց ինքը պետք է դառնա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր։ Նա ապնդել է, որ ինքը կարողացել է վերջ դնել 7 պատերազմի՝ Կամբոջայի եւ Թայլանդի, Կոսովոյի եւ Սերբիայի, Ռուանդայի եւ Կոնգոյի, Պակիստանի եւ Հնդկաստանի, Գազայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտություններին։ Միջազգային բազմաթիվ լուծաբաններ այս պնդումները չափազանցված են համարում, քանի որ շատ դեպքերում Թրամփի միջամտությունը չի հաստատվել, իսկ որոշ հակամարտություններում ԱՄՆ-ն հենց ինքն է ռազմական գործողությունների մասնակիցը։ Նորվեգական Նոբելյան կոմիտեն այսօր է հայտարարելու այս տարվա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը, իսկ մրցանակը շնորհվելու է դեկտեմբերի 10-ին։ Մրցանակի համար պայքարում է 338 տեխնացու, բացի Թրամփից հավանական տեխնացուների շարքում է նաև Քաթարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլլահան Ալ-Տանին, որը վերջին ամիսներին նույնպես կարևոր դեր է խաղացել Իսրայել-Համաս բանակցություններում։ Թեև Թրամփն այս տարի ունի պաշտոնական մի շարք առաջադրումներ Իսրայելի եւ Կամբոջայի վարչապետների, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ դիմումները, նրա հիմնական մրցակիցները համարվում են միջազգային կազմակերպությունները, որոնք փաստացի գործունեություն են ծավալում պատերազմական գոտիներում։ Թրամփն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին շատ կզայրացնի փաստը, եթե ինքը չվերցնի խաղաղության մրցանակը։